Սուրբ Եղեցի անուն քո, ինչու ենք ասում այդպես, քանի որ առանց մեր ասելու էլ Տիրոջ անունը սուրբ է։ Այո, Տիրոջ անունը սուրբ է եւ միշտ սուրբ պիտի լինի։ Մի կողմից դա Աստծո անվան սրբաբանումն է, փառաբանությունն է, քանզի աղոթքը պետք է սկսվի փառաբանությունից։ Դա ճիշտ ձևաչափն է աղոթքի։ Մյուս կողմից մենք խնդրում ենք, որպեսզի մեր միջոցով Աստծոն սրբագործվի եւ փառաբանվի։ Աստված պատվիրում է Դասնաբանյայի մեջ, հիշում եք 3-րդ պատվիրանը, որ քո Տեր Աստծոն պիտի զուր տեղը չտաս, պիտի սուրբ պահես։ Սուրբ նշանակում է առանձնացված։ Մեր ընկալման մեջ սուրբը դա ինչ որ կատարյալ կամ մաքուր որակները պարունակող եզր է, բայց իրականության մեջ սուրբը այո մաքուր է, լավագույն է, բայց առանձնացված է եւ նվիրագործված է։ Դա ընծայվում է Աստծուն։ Եվ Աստծո անունը պիտի մեզ համար առանձնացված լինի։ Այսինքն բոլոր այլ անուններից տարբեր ամեն անգամ Աստծո անունը տալով մենք ունենք Աստծո ներկայությունը։ Մենք մուտք ենք գործում այդ աստվածային իրականության մեջ, որտեղ կարող ենք շփում հաստատել եւ այդ իսկ պատճառով արգելվում է Աստծո անունը զուր տեղը տալ։ Դա Աստծո պատվիրանի խախտումն է։ Դրա համար մենք խնդրում ենք, որպեսզի մենք սուրբ պահենք Աստծուն, դա մեզ համար առանձին լինի, դա մեզ համար նվիրական լինի եւ Աստծո անունը մեզ համար բանալի Աստծո հետ շփման մեջ։ Ընդհանրապես Աստծո անունը շատ կարևոր խորհուրդ է, Աստված իրեն բացահայտում էր մարգարեներին, Մովսեսին հայտնում է անվանում, այլ ոչ թե անունը։ Հիշում եք Ելից գրքի 3-րդ գլխի 14-րդ համարը մեր անկեղծ մորնուն տեսքով Աստված հայտնվում է Մովսեսին։ Մովսես հարցնում է, թե ինչ է քո անունը։ Գնամ ժողովրդին ասեմ, ով է ինձ ուղարկել, եւ Աստված Մովսեսին հայտնում է ոչ թե իր անունը, այլ որոշակիորեն բացահայտում է իր էությունը, մեզ այն է, որ է։ Ով ասում են Յահվե կամ Եհովա։ Եհովա դա սխալ թարգմանությունն է, դա եբրայերեն լինել բայի հոլոված ձևն է։ Եբրայերեն դա հնչում է Էհեյե աշեր Էհեյե, ես կլինեմ այն ինչ որ կլինեմ։ Այսինքն դու չես կարող իմ անունը իմանալ, բայց ես քեզ բացահայտում եմ այն, որ ես այն Աստվածն եմ, որ միշտ կա, միշտ է։ Մյուս կողմից դա հնարավորություն է տալիս Աստծուն ավելի մատչելի դարձնելու։ Առանց Աստծո անունը իմանալու եւ ճանաչելու մարդը չի կարող հարաբերություն հաստատի, ինչպես ուրիշ մարդու անունը չիմանալով մենք չենք կարող երկխոսություն ունենալ։ Եվ Աստված մեզ տալիս է հնարավորություն։ Նոր ուխտում Հիսուս բացահայտում է իր անունը։ Այդ իսկ պատճառով առաքյալն ասում է, որ չկա այլ անուն երկնքի տակ, որով կարելի է փրկություն ունենալ միայն Հիսուս Քրիստոսի անունը։ Դա մեր փրկությունն է, եւ ամեն անգամ Հիսուս Քրիստոսի անունը տալով մենք Հիսուս Քրիստոսին ունենք մեր առաջ։ Այդ իսկ պատճառով այդ անունը պիտի մեզ համար սուրբ լինի եւ այդ անվամբ մենք պետք է մուտք գործենք Աստծո հետ երկխոսության մեջ։